Բարք ներդեհին, քանի դեռ Հայաստանում և ցանկացած հայի ընտանիքում են ժողովրդական խոսք կա, չի ասում է լվացքի մեքենան միացնես, պետք է Վիլսոնի իրավարար վճռից խոսի, Արթուկը միացնես, պետք է Վիլսոնի իրավարար վճռից խոսի, ասում թեյնիկը միացնեք, պետք է Վիլսոնի, ոչ միայն հեռուստացույցը, ոչ միայն դուք, որպեսզի դա բոլորիս բերանի խոսքը լինի համազգային, որը սկսի գործել, որ իշխանությունը արդեն զգա, որ ինքը մենակ է մնացել թրկահաճու քաղաքականության ճանապարհին։ Եվ ես սա ինչու եմ հատուկ շեշտում, որ սա այն կարևոր թեզն է, որ մեզ հանելու է այս մղձավանջից և փորձանքից։ Եթե մենք չենք կիրառում Վիլսոնի իրավարար վճիռը, մենք դառնում ենք ագրեսոր։ Մենք դառնում ենք Նիկոլի ասած հանցագործը։ Քանի որ ինքը Արցախն Ադրբեջան է ճանաչել, ավտոմատ մենք բոլորս եռաբլուրում պարկասներից մինչև ողջերս, ովքեր մասնակցել է Արցախյան պատերազմների, ավտոմատ դառնում ենք հանցագործներ։ Ես չմտածեք, որ իմ անձի համար եմ անհանգստանում։ Ես լավ էր այդ պատերազմում զոհվեի, բայց այսքան բան չտեսնեի։ Ես թող այդ պատերազմում զոհվեի, բայց Հայաստանը առաջին հանրապետության իրավահաջորդությամբ շարժվեր և այսօր հասներ շոշափելի արդյունքների։ Այսօր ոչ միայն Արցախն, այլ Նախիջևանն էլ արդեն վերադարձած լինեինք և արդեն Թուրքիային պարտադրեինք հետ քաշվեր Արևմտյան Հայաստանի տարածքներից։ Դուք չմտածեք, որ ես անհանգստանում եմ, վայ, ես Արցախյան պատերազմի մասնակից եմ, մի օր կարող է Ալիևը ինձ էլ պահանջի։ Չէ, չեմ վախենում։ Բայց ասեմ, որ այսօր մի միջադեպ տեղի ունեցավ, հայ մարդ էր, որի անունը Սարո է, մի քանի անգամ եմ շփվել իր հետ, բայց երբ որ պարզվեց, բոլորս խոսում ենք, չկար մեկը, որ Նիկոլին աջակցեր, εμείς էր ստացվել տղաներով հավաքվել ենք, ինքը լռում էր, լսում էր և զգում էր, որ ինքը տեղ մենակ է, բայց ինչ-որ վերջի պահին ասեց, բայց դուք ձեր տեսակետն եք ասում, ես էլ իմն եմ ասում, Նիկոլը ճար չունի, ինքը սենց, ինքը հնենց, նախկինները հնենց, մյուսը հնենց, հարց տվեց, ասի դու Նիկոլի այս հանցագործ քաղաքականությանը կողմ ես, և ինքը ինձ ասեց, լավ դուք կարող եք տեսակետ ունենալ, ես չեմ կարող ձեր տեսակետի տարբերվող տեսակետ հայտնեմ։ Ես զգացի, որտեղ ես մի քիչ կոպիտ արտահայտվեցի, նեղվեց, բայց ես ուզում եմ համոզված եմ Սարոն կլսի այս եթերը, գիտի, որ ես եթերներով եմ նաև հանդես գալիս։ Սարո, ընդհանրապես Նիկոլականը, գիտեք, ինչի է ձգտում։ Իր պատկերացրած խաղաղությունը դա թշնամուն ենթարկվելն է, թշնամու պայմանները ընդունելն է, խեղճ մնալն է, պարտված լինելու հոգեբանությունը իր մեջ պահելն է, այնքան է փորը կուշտ լինի։ Դա ինձ համար խաղաղություն չէ։ Թշնամու տեսակետը կիսելը դա խաղաղություն չէ, դա ստորացում է։ Դա ստորություն է։ Եթե պետք է Ալիևն ասի Արցախն Ադրբեջանը, ես ասեմ այո, շարունակ ես ստորացա։ Ճապոնացիները մինչև հիմա Սախալինը, այն մնացած կղզիները Ռուսաստան չեն համարում։ Մինչև էլ պահանջում են։ Ես էլ մինչև մահ Արցախ, Նախիջևան, այսինքն Վիլսոնյան Հայաստանի պահանջատեր եմ։ Մինչև մահ գերեզման ստալինյան ժամանակներ կգան, կգնան։ Ես Նիկոլին լուրջ չեմ վերաբերվում։ Նամանավանդ այսօր որ մի բան լսեցի, որ ասում է
հարցնում են, ասում են դուք sense արդայություն եք արել, ինչ կասեք, ասում ես բանավոր խոսքին բանտեղ չեմ դնում։ Կարող է պահիտակ մարդը մի բան ասի, բայց իր ուրիշ բան հասկանան, այն մեկը ուրիշ ձև ասի։ Բա որ այդպես է մարդիկ մի հատ հայտարարություն են անում, մի հատ արդայություն են բանավոր, քո ածն գնում այդ մարդկանց տանում է փագիտակ է դնում։ Դու այսօր արդեն բանավոր խոսքին, այն էլ քո հնչեցրած բանավոր խոսքին, ասես բան է, ես դրան կարևորություն չեմ տալիս։ Ոնց հասկանանք։ Այս անլուրջ մարդուն, որ դուք աջակցում եք, սա ձեզ խաղաղության է տանում, թե ստորացման։ Էլ եմ ասում, իմ խնդիրը իմ անձը չէ։ Բայց քանի որ դուք մորթապաշտ եք, ուզում եք նեղացեք, ուզում եք չէ։ Դուք ուզում եք խաղաղ Ադրբեջանի լծի տակ ապրեք, ստորացված, կռացած։ Էլ եմ ասում, դա խաղաղություն չի, ես այդպես չեմ ուզում։ Ու քանի որ դուք նորից եմ կրկնում մորթապաշտ եք, ես ձեզ ձեր լեզվով խոսեմ։ Եթե ձեր Նիկոլը ասում է Արցախն Ադրբեջան է, ու դուք աջակցում եք այդ Նիկոլին, նշանակում է ձեր Նիկոլը ինձ հանցագործ է դարձնում, որպես Արցախյան պատերազմի մասնակից։ Եթե Նիկոլը ինձ հանցագործ է դարձնում, ու դուք աջակցում եք Նիկոլին, ուրեմն դուք էլ եք ինձ հանցագործ ճանաչում։ Հասկանում եք։ Ես այդ կարծիքը չեմ կիսում, ես հանցագործ չեմ, ես ազատամարտիկ եմ։ Ես արժանապատվության զինվոր եմ։ Եթե ինչ-որ մեկը ինձ հանցագործ կհամարի, նա կդառնա թշնամին։ Ցանկացած նիկոլական ավտոմատ ինձ ճանաչում է հանցագործ, որովհետև ինքը կիսում է Նիկոլի տեսակետը։ Իսկ Նիկոլի տեսակետը դա հենց թշնամու տեսակետն է։ Ձեր տեսակետը ես չեմ հարգում, որովհետև ձեր տեսակետը համընկնում է թշնամու տեսակետին։ Եթե ձեր տեսակետը չհամընկներ թշնամու տեսակետին, հակադրվեր բայց իմ տեսակետին, մեկ այլ ուղղությամբ, բայց նաև հակադրվեր թշնամու տեսակետին։ Իմ տեսակետը հակադրվում է թշնամու տեսակետին։ Եթե դուք ունենայիք մեկ այլ տեսակետ, որը նորից հակադրվեր թշնամու տեսակետին, բայց իմ ու հետ չհամընկներ, ես հաշվի կնստեի։ Ճիշտ լիներ, սխալ լիներ։ Բայց ձեր տեսակետը հենց թշնամու տեսակետն է։ Ես ինչու պետք է դա հարգեմ։ Ինչու պետք է ասեմ, դա ես մարդն էլ այդպես է մտածում։ Չէ, եթե թշնամու պես է մտածում, ուրեմն թշնամի է։ Եթե ինձ հանցագործ է ճանաչում, ուրեմն թշնամի է։ Հարազատ եղբայրս էլ եթե ինձ ասի դու հանցագործ ես, որովհետև Արցախ ես խլել ադրբեջանցիներից, ես այդ մարդուն չպետք է հարգեմ։ Սարո ջան, դու ինձ հանցագործ ճանաչեցիր։ Ես ինչու պետք է քո տեսակետը կիսեմ։ Ես ինձ հանցագործ չեմ ճանաչում։ Ես ինձ արժանապատվության, ինքնասիրության, ինքնության, ցեղային, գոյության համար պայքարող մարդ եմ եղել։ Ու կամ սա է ինձ ցավեցնում։ Էլ եմ ասում, ես կուզենայի զոհվեի այդ պատերազմին, բայց Հայաստան այս վիճակում չլիներ։ Չմտածեք, որ ես հիմա ճիշտ է օրինակը բերեցի իմ անձի վրա բերեցի, որովհետև դուք ամեն ինչ անձնավոր եք սիրում, ձեր անձով եք, ուզում եք, որ դուք հանգիստ քնեք, թեկուզ ստորացված, բայց քնեք, կուշտ լինեք, թեկուզ ստորացված, բայց կուշտ լինեք։ Ես այդպես չեմ մտածում։ Եվ ելի եմ ասում, եթե թեկուզ իմ հարազատների շրջանում, եթե կան մարդիկ, ովքեր նիկոլական են, դուք ավտոմատ ինձ հանցագործ եք ճանաչում, իսկ ես ձեզ չեմ ների դրա համար։ Եվ եթե ես անդադ Նիկոլի հանցանքներից եմ խոսում, այնտեղ մարդիկ կան, որ մտածում են Քոչարյանին եմ աջակցում, չգիտեմ, Սերժիկին եմ աջակցում, Տաշիր Սամոյին եմ աջակցում։ Չէ, ժողովուրդ, Պուտինյան ռեժիմի որևիցե ծառա նույն բանն է։ Եթե այսօր գլխավոր հերոսը Նիկոլն է, այն երկրորդական դերերում
Լևոնն է, Ռոբերտն է, Սերժիկն է, Տաշի Սամուն է, Ծառուկյան Գագիկն է, բոլոր Կրեմլա հապատակները ապահովում են Նիկոլի լավ տղա կամ միակ տղա լինելը, որը կարողանա թշնամու պատվերը կատարի։ Հստակ ասում եմ։ Մենք պետք է Վիլսոնյան Հայաստանը, ելի եմ ասում, մեր տանը պետք է ցանկացած տեխնիկա միացնելուց Վիլսոնյան Հայաստանից խոսեն։ Տեսք, հիմա մարդիկ կան, նոր քաղաքական դաշտ են մտել, իրենց ուժեղ տղա են պատկերացնում, Վիլսոնյան Հայաստանից են խոսում։ Անգամ իրենք առաջի անգամ են լսել երևի, դե Պապյանն արդեն 18 տարի է Պապյանը դրանով զբաղվում է կարծեմ։ Ու բարձրաձայնում է, դե այդ մարդիկ չէին լսել, նոր են լսել եւ հայտարարում են, որ այդ իրենց գործն է, իրենք են սկսել առաջինը, իրենք են շռնդալից առաջ տանում։ Թող տանեն։ Էլ եմ ասում, լվացքի մեքենան էլ միացնենք, թող խոսի Վիլսոնի իրավարար վճռից, այդ նորաթուխ իրավարար վճռով զբաղվող նորաթուխներն էլ, եթե խոսում են վատ չի, եթե այդ ամեն ինչ վերագրում են իրենց, ոչինչ, թող Վիլսոնի իրավարար վճռով խոսեն, ժողովրդի մոտ տպավորվի, դրա վարպետ Արա Պապյանը գիտի ոնց պետք է կիրառի։ Իրա ստաժը այդ Վիլսոնի իրավարար վճռի վրա աշխատած սարսափելի մեծ է։ Մի մարդու կյանք արժե։ Մեր ընկերներից մեր Վահագը անհանգստացել էր, որ նույնիսկ մի անբարո խոսում է Վիլսոնի իրավարար վճռից եւ մատուցում եմ, ներկայացնում եմ, որ դե որ ասում է նոր իմացա, որ ցեղասպանություն է եղել, հələ քշի Թուրքիա է, այդ վիճակում է հայտնվել։ Եվ զայրացել էր, ասում եմ, Պապյանը այս 15-20 տարի է դրանով զբաղվում է, ոչ մեկ, ասենք, այդպես արձագանք չկա, սա, ասենք, դրել ասելա Վիլսոնի իրավարար վճիռ կա, Նիկոլա հանցագործ է, քննադատելով Նիկոլին, բան, սրան նրան քննադատում է, ես Վիլսոնի իրավարար վճռով էս պետք է անեմ, այն պետք է անեմ, ես եմ սկսել, ես միակն եմ։ Տեղվել էր։ Ես էլ ասում եմ, թող բոլորը խոսեն։ Դա է մեր փրկությունը, ոչինչ։ Արժան, անարժան, հասկացող, չհասկացող, որ այդ Ադրբեջանում սկիրենք չգիտեն արևմտյան Ադրբեջանը ինչ է, բայց բրդում են, փող են դնում, բրդում են։ Բոլորս պետք է խոսենք Վիլսոնի իրավարար վճռից, որ որևիցե հանցագործ դավաճան այլ բանից չխոսի։ Դեպի առաջին եւ միակ հանրապետություն Փարք Նժդեհին եւ մեր բոլոր հերոսներին։ Մնաք խաղաղությամբ։